Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ու ազգային անվտանգության ծառայությունն այսօր վաղ առավոտից լայնածավալ քննչական գործողություններ են սկսել Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող ընկերություններում։ Ըստ պաշտոնական տվյալների, միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել ավելի քան 70 վայրերում։ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի համար այս ամենը սպասելի էր։ Իհարկե սպասում էր, որովհետև տեսեք, շատ զարմանալի իրավիճակ է։ Այստեղ Գագիկ Ծառուկյանը միակը չէ, համենայն դեպս Հայաստանի Հանրապետությունում կան նաև այլ իրենց քաղաքական համարող մարդիկ, որոնք 5 տարի շարունակ ոչինչով չեն զբաղվում, 5 տարի շարունակ մոռանում են, որ եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզնով զբաղվում, հանկարծ ակտիվանում են ընտրություններից առաջ։ Անահիտ Ադամյանը համոզված է, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ակտիվացումը պատահական չէր։ Դեպի որևէ մեկի համար կարծում եմ նաև գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը բիզնես պրոյեկտ էր եւ ստեղծվել էր կուսակցություն Բաղրամյան 26-ում, երբ նախագահ է Ռոբերտ Քոչարյանը, ու ստեղծվել էր ՀՀԿ-ից իշխանությունը վերցնելու համար։ Բայց 2007-ի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցությունը ու թերևս այդտեղից սկսեցին Բարգավաճ Հայաստանի բոլոր ծախորդությունները, որոնք շարունակվում են առ այսօր։ Ադամյանի գնահատմամբ Ծառուկյանի ուժեղ կողմը երբեք քաղաքականությունը չի եղել։ Գագիկ Ծառուկյանը քաղաքական կերպար չի, Գագիկ Ծառուկյանը շատ լավ մարդ է, Գագիկ Ծառուկյանը շատ լավ գործարար է, Գագիկ Ծառուկյանը ունի բազում այլ, ինչ ասեմ, հատկանիշներ, որոնք եթե ինքը զբաղվեր այլ գործունեությամբ միանշանակ իրեն հաջողություն կերաշխավորեին, բայց Գագիկ Ծառուկյանը դա փորձում է կամ իրեն դարձնում են այն կերպարը, որը քաղաքականության մեջ սովորաբար քավության նոխազ է դառնում։ Ցավում եմ իր համար, ինչ ասեմ։ Մինչ այդ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում տեղի ունեցողը գնահատում են բոլորովին այլ կերպ։ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները հայտարարում են, որ պաշտպանական կողմի մուտքը երկար ժամանակ սահմանափակվել է, իսկ գործողությունների ձևը գնահատում են որպես ցուցադրական։ Նրանք չեն բացառում նաև կալանավորման սցենարը, պնդելով, որ իրավական հիմքերը կարող են արհեստականորեն ձևավորվել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակ Իվետ Ատոնոյանն ու կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը տեղի ունեցողը որակում են քաղաքական բռնաճնշումների հերթական դրսևորում, հիշեցնելով, որ օրեր առաջ դատախազությունը փորձել էր հաղթահարել Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիությունը, սակայն այդ հարցը չէր քննարկվել։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։